Պարոն Ղազենյան տեղեկություն տարածվեց, որ պետական համալսարանը դադարեցրել է, այլևս չի երկարացնելու պայմանագիրը Գագիկ Ղազենյանի ձեր հոր հետ։ Ինչով եք սա պայմանավորում։ Արդյոք պատճառը ձեր քաղաքական գործունեությունն է։ Համոզված եմ, ոչ միայն իմ քաղաքական գործունեություն, նաև իր հայացքները կապված այս իշխանությունների հետ, բայց ավելի շատ խթան հանդիսացավ իմ այս քաղաքական գործունեությունը, որը եթերային բառախոսույթ դա նկարագրել չեմ կարող, ամեն դեպքում տղամարդուն հարիր գործընթաց չէ, ինչ որ մեկի այդ խնդիր ունենալով այսպես մտնել ընտանիք, բայց իրենցից սպասելի էր։ Ձեր կարծիքով Երևանի պետական համալսարանի ռեկտորի որոշումն է դա, թե քաղաքական որոշում է։ Ռեկտորն ով ախր դա որոշի։ Ռեկտորը կամակատարա, որը չգիտեմ, 4-րդ օգնականի միջոցով ասվածը արագ կատարելու է։ Ուղղակի մայրբուհը ամբողջովին այլ բան է, ոչ մի իշխանություն, ինչքան ուզում է խառնված լինի հոգաբարձուների խորհուրդ մյուս, բայց այսպիսի բաներ չի արել։ Եվ իրենց այս պահվածքը ենթադրում է, ոչ թե իմ հայրն է այսպես ասած գովում եմ, բայց բոլորը գիտեն, 50 տարի համարյա այդտեղ գործունեություն է ծավալել, չհաշված ուսանողական տարիները, բոլորը լավ գիտեն իր ավանդը ընդհանրապես մայրբուհի եւ կայացման իրավագիտության ֆակուլտետի անգամ իրենց իշխանության մեջ շատ-շատերը եղել են իր ուսանողները եւ այսպես առանց անուններ տալու ասեմ, երդվում էին իր անունով, ընդհանուր երկրորդ ծնող եւ այլն եւ այլն։ Իմ կարծիքով այդ քինախնդրությունն է մեր ակտիվ լինելու, իմ ընտանիքի, այս պահին իմ եւ նաեւ իրենց գծի մեջ է, կրթության ոլորտը ընդհանրապես տապալելու պետք չի իրենց կրթություն։ Ասեք, իրենք ոչ թե այսպես ուղղակի որոշեցին հեռացնել պարոն Ղազենյանին, այլ դադարեցնում են եւ չեն երկարեցնում պայմանագիրը, կարծես սա օրենքի շրջանակում է տեղի ունենում, եւ երբ հարց է հնչեցվում, որ արդյոք ձեր քաղաքական գործունեությունն է պատճառը, իշխանական կողմից ասում են, որ ամենայն դեպս համալսարանից ասում են, որ չէ, ուղղակի չեն երկարացնում։ Եթե հետ հայաց գցեք, դուք ձեր քաղաքական գործունեությունը կզոհեիք հանուն նրա, որ ձեր հայրը շարունակեր դասավանդել։ Առաջինը հայրս դա թույլ չէր տա եւ երկրորդը եթե մտնում ես սրանց այդ պայքարի մեջ մենք ամեն ինչ հաշվել ենք, չէ, հաշվի առել ենք։ Ինչ վերաբերում է ձեր ասած մայրբուհի ասածներին, գիտեք, անգամ իրենց ամենամոլիկը պայականը իր մեջ լավ գիտի, որ ում հետ չկնքեին, չվերակնքեին այդ պայմանագիրը, Գագիկ Ղազենյանի հետ հաստատ կվերակնքեին եւ այստեղ մի փոքրիկ նյուանս, շատ կարեւոր, ինքը հրավիրովի դասախոս չի եղել, այսինքն ամեն տարի չի հրավիրվել, ինքը եղել է մշտական այնտեղ դասախոս, իմջալոց պատվավոր պրոֆեսորի կոչում է ստացել անցյալ տարվա սկիզբը, թե չեմ սխալվում, այն ժամանակ ես չէի զբաղվում քաղաքական գործունեությամբ, կարելի էր։ Հայաստանի Հանրապետության միած ակադեմիկոսն է, պետական պարգևների արժանացած, այնպես որ այստեղ մշտական դասախոսի հարցեր ուղղակի այդպես էին կարգը դրել, որ ամեն տարի ավտոմատ երկարացվում են, այնտեղ շատ այդպես է, համարյա բոլորը այդպես են։ Վերջերս Ամիրյան փողոցում պայթյուն տեղի ունեցավ, ստորգետնյա մալուխ էր պայթել, ով էր մեղավորում, մեղավորություններ։ Չեմ կարող ասել, հաշվի առնելով, որ ընդհանուր մալուխագծեր այնպես չէ, որ ամբողջությամբ նոր են, երեք էլ մի առիթով ասեցի, եթե հեծի այսօրվա կառավարիչը լիներ օբյեկտիվ, յուրաքանչյուր տես դեպքերում կներգրավեր նաև տնօրենների խորհրդի սեփականատիրոջ ներկայացուցիչներին։ Եվ այն ժամանակ գույքագրումներ անելու ժամանակ եւ առհասարակ։ Հիմա հաշվի առնելով, որ չի ներգրավում, որպեսզի իրականությունը պարզ լինի, նշանակում է ինչ որ բան ուզում են թաքցնեն կամ խեղաթյուրեն։ Թող ներգրավեն, պարզենք իրար հետ համատեղ արձանագրությունը կազմենք, ասենք ինչի մասին է խոսքը։